Ողջույն հարգելիներս, բարի գալուստ համիաշխարհ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս այսօր համիաշխարհում պետք է պատրաստենք շատ համեղ բուլկիներ, քանի որ շուտով մոտենում է Զատիկը, ես չէի կարող այս համեղ բաղադրատոմսով ձեր հետ չկիսվել, դե ինչ, մնում եք մինչև վերջ, որպեսզի տեսնեք ինչպես եմ պատրաստում խմորը, որպեսզի հետո հարցեր չառաջանան, Աննա ջան, ինչպես ես անում, քանի աստիճանի տակ ես թխում, ինչ ես ավելացնում Եվ նմանատիպ հարցեր, արդյոք թեթև է, ծանր է, քաղցր է, թե ոչ, ձեզ ինչ է մնում անել, ուշադիր տեսահոլովակը նայել մինչև վերջ, վերցնել ամբողջ բաղադրիչները եւ արդյունքում ստանալ այսպիսի համեղություն։ Դե ինչ, իսկ մենք ասում ենք պատրաստման եղանակին, չմոռանաք հավանել տեսանյութը եւ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով։ Ես մենց սիրով ընթերցում եմ եւ պատասխանում։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, ձու, շաքարավազ, խմորիչ, փխրեցուցիչ, կաթ, աղ եւ կարագ։ Իսկ ամենաառաջի քայլը ինչ ենք անում, բնականաբար պետք է ակտիվացնենք խմորիչը։ Ես վերցնում եմ ամբողջական խմորիչը, ավելացնում եմ շաքարավազ, ալյուր եւ գոլ կաթ։ Կաթը ես նախապես արդեն եփել եմ, հիմա թողել եմ մի փոքր հովանա, նոր արդեն անցնում ենք գործի։ Գիտեք, խմորիչը շատ տաք կաթ չի սիրում, նաև շատ սառը չի սիրում, պետքա նորմալ լինի, որպեսզի աշխատի։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար չոր, ավելացնում ենք կաթը, խառնում ենք եւ թողնում ենք 5-6 րոպե մնա, որպեսզի խմորիչը հասունանա։ Մինչև խմորիչը չի հասունանում, մենք չենք անցնում գործի, որովհետև խմորիչներ կան, որ հին են լինում եւ միգուցե չակտիվանան։ Այդ իսկ պատճառով սպասում ենք խմորիչը ակտիվանա, նոր անցնում ենք արդեն պատրաստման եղանակին։ Հարգելիներս արդեն անցել է 5 րոպե եւ տեսեք արդեն խմորիչը ակտիվ է։ Այ հիմա արդեն կարող ենք պատրաստել մեր բուլկու խմորը։ Ցանկացած խմոր պատրաստելիս, եթե պատրաստում եք խմորիչով, անպայման խմորիչը ակտիվացրեք, հետո նոր պատրաստեք խմորը, որպեսզի արդյունքում ընտիր խմոր ստանաք։ Խմորիչը հարգելիներս պատրաստ է, պատրաստում ենք խմորը։ Վերցնում ենք ձու, ավելացնում ենք շաքարավազը, ավելացնում ենք մի պտղուն ծաղ, ես բոլոր չափաբաժինները կգրեմ մեկնաբանությունների բաժնում եւ ինֆոբոքսում, հարում ենք ամենադանդաղ արագությամբ, շատ հարել անհրաժեշտ չի, ընդամենը 1 րոպե։ Հարում ենք եւ այդ ընթացքում ավելացնում ենք կաթը։ Կաթը ավելացնում ենք միանգամից, պետք է կաթը լինի ոչ շատ սառը, ոչ էլ շատ տաք, հարգելիներս, որպեսզի ձուն հանկարծ ձվածեղ չդառնա։ 2 րոպե լավ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված եւ արդեն ավելացնում ենք ակտիվացված խմորիչը։ Խմորիչը ավելացնելուց հետո նորից հարում ենք 1 վայրկյան, 2 վայրկյան եւ արդեն ավելացնում ենք մաս-մաս ալյուրը։ Ալյուրը ավելացնում ենք մաս-մաս, որպեսզի խմորը շատ պինդ չլինի։ Տեսնում եք, եթե խմորը ալյուրի կարիք է զգում, ավելացնում եք, եթե ոչ։ Մեզ պետք է փափուկ խմոր, ձեռքերին չկպնող խմոր։ Շատ եթե ալյուր ավելացրեցիք, շատ ծանր բուլկիներ արդյունքում կստանաք։ Ինչպես տեսաք, հարելուց հետո ես ավելացրեցի փխրեցուցիչը, իսկ հիմա արդեն ավելացնում եմ ալյուրը։ Իմ մոտ ալյուրը 800 գրամ է։ Միգուցե 10 գրամ ավել լինի, 10 գրամ պակաս լինի, ուշադիր կլինեք։ Հարգելիներս արդեն տեսնում եմ խմորս պատրաստ է, էլ ալյուրի կարիք չի զգացվում, արդեն ավելացնում եմ սենյակային ջերմաստիճանի կարագը եւ նորից լավ հարում եմ։ Մոտավորապես 2-ից 3 րոպե լավ հարում ենք։ Հարգելիներս, եթե ուզում եք ստանալ ընտիր, փափուկ, թեթև բուլկիներ, պարտադիր խմորը պետքա լավ հարեք։ 5 րոպե ավել հարեք, բայց շատ լավ հարեք։ Եթե հարիչ չունեք, ձեռքով պետք է անեք, ապա շատ լավ հունցեք։ Ամենակարևոր դերը այստեղ հարելն է եւ հունցելը, որպեսզի արդյունքում ստանաք թեթև բուլկիներ։ Ինքը պետքա լինի գլատկի խմոր, շատ նուրբ, շատ փափուկ, վերջում ձեզ տեսքը ցույց կտա։
Ահա եւ վերջ աղջիկներս, ընդամենը 35 րոպե հետո իմ խմորը արդեն հասունացել է։ Հիմա արդեն փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում, տեղափոխում ենք թավաների մեջ, թողնում ենք մի հատ էլ հասունանա եւ արդեն կարող ենք հանգիստ թխել։ Իսկ դուք մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնենք վրան ինչ եմ քսում եւ ինչպես եմ թխում։ Թողնում ենք հասունանա, վրան քսում ենք ձվի դեղնուց կաթով, հիմա միասին կսարքենք եւ տեղափոխենք ջեռոց, կթխենք 140 ջերմաստիճանի տակ։ Աղջիկներս գնդերը արդեն հասունացել է, հիմա վրան քսում ենք ձվի դեղնուցը կաթով պատրաստած եւ արդեն տեղափոխում ենք ջեռոց, թխելու ենք 170 ջերմաստիճանի տակ, զգույշ կլինեք, չվառեք։ Ահա եւ վերջ սիրելիներս, մեր համեղ բուլկիները արդեն պատրաստ են, շատ թեթև, կարելի ասել ոնց որ բամբակ լինի, անպայման կպատրաստեք։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր կարծիքները եւ գրեք ինչ տեսակ խմորեղեններ կցանկանաք տեսնել իմ ալիքում, իմ ձեռքով պատրաստված, անպայման մի գեղեցիկ օր ձեր բաղադրատոմսերը նույնպես էսպես հերթով ձեզ կներկայացնեմ, արդեն մեկը ստացել եմ Սնիկերսի պատվերը, այնպես որ շուտով Սնիկերս էլ կլինի ալիքում։ Չմոռանաք բաժանորդագրվել, տարածել տեսանյութը եւ իհարկե ինքներդ էլ պատրաստեք, համոզվեք, նկարներով, տեսանյութերով կիսվեք ինձ հետ Instagram-ում, ուղարկեք ինձ, ես մեծ սիրով կներկայացնեմ իմ հետևորդներին, որ իրենք էլ տեսնեն, որ պատրաստում եք ու շատ ընտիր է ձեր մոտ էլ ստացվում։ Դե ինչ, ես գնամ թեյը դնեմ, վայելենք մեր համեղությունները, իսկ դուք անցեք գործի, պատրաստեք, շուտով զատիկ է։ Զատիկ էլ չլինի, միշտ թխեք եւ ուրախացրեք ձեր բալիկներին, ինչպես որ ես եմ անում։ Շնորհակալ եմ հարգելիներս, որ մինչև վերջ մնացիք ինձ հետ, կհանդիպենք շատ շուտով, շատ համեղ բաղադրատոմսերով։ Մինչ նոր հանդիպում։